Լեռնադահուկային սպորտի Հայաստանի առաջնությանը մասնակցել են նաև հաշմանդամություն ունեցող մարզիկները, նրանք ուժերն են չափել հատուկ եւ հսկա ոլորավայրեջքում։ Այս անգամ առաջնությանը ներգրաված էին նաև պատերազմի ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած մարզիկներ։ Շատ ուրախ ենք, որ միշտ նման հնարավորություն ենք ունենում կարողանանք մասնակցել նմանատիպ լուրջ մրցումներին Հայաստանի առաջնություններին։ Չնայած ունենք բավական տարիների փորձ, մասնակցել ենք 6 պարաօլիմպիկ խաղերի, աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններին եւ մինչ օրս շարունակում ենք լինել ակտիվ սպորտի մեջ եւ նաեւ դրա հետ զուգահեռ ես եւ Հայկը մեր սպորտային փորձը ուզում ենք փոխանցենք պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած մեր երիտասարդներին եւ արդեն ունենք մեծ հաջողություններ, մեծ արդյունք, որ տղաներից շատերը մարզվում են, արդեն մասնակցում են մրցումներին։ Ծաղկաձորյան մարզումներից բացի մարզիկները ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ ֆիզիկական պատրաստվածության մարզումներ են անցկացնում Օլիմպիադանում։ Մեր բոլոր եղբայրները, ովքեր մասնակցում են այսօր ստեղ, մենք բոլորս պարապում ենք Օլիմպիադանում, ֆիզիկական պատրաստությունները անց կացնում ընդդեմ։ Մենք բոլորս գտնվում ենք պարոն Ծառուկյանի ուշադրության կենտրոնում եւ մեզ դի ավելի շատ ուժ է տալիս, որ մենք գիտենք, որ այդպիսի մարդ կա մեր կողքը կայնած։ Լեռնադահուկային սպորտը համարվում է ամենաբարդ մարզաձևերից մեկը, սակայն հաշմանդամություն ունեցող մարզիկները չեն ընկրկում անգամ այս դժվարությունների առջև։ Ցավոք սրտի պատերազմից հետո ունենք շատ վիրավոր տղաներ, փորձում ենք իրենց մարզել եւ ասեմ, սպորտը լավագույն միջոցն է հաշմանդամին նորից ինտեգրվելու ակտիվ կյանք։ Հայաստանի առաջնությունում հաշմանդամություն ունեցող մարզիկների Օլիմպիադանի թիմը նվաճեց 3 մեդալ՝ մեկական ոսկի, արծաթ ու բրոնզ։ Արամ Մանուկյան, Արթուր Հակոբյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։